Հարազ է Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր մայիսի 19-ն է, երկուշաբթի։ Զանգեզուրի միջանցք անունով նախագիծ գոյություն չունի, ընդհանրապես ոչ մի քննարկում չկա որևէ միջանցքի շուրջ, նույնիսկ մենք նման եզրույթ չենք օգտագործում։ Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Իրանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։ Նա հավելել է, որ Հայաստանը խաղաղության և կայունության հաստատման ու փոխադարձ կախվածության բարձրացման ուղղությամբ է աշխատում։ Մասնավորապես խաղաղության խաչմերուկը, որը մենք առաջարկել ենք, մի նախագիծ է, որի նպատակը առկա փակուղիները բացելն ու տնտեսական ենթակառուցվածքները ամրապնդելն է, տարածաշրջանային կապերն ու փոխկապակցվածությունը խորացնելու համար։ Ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից հանելու հարց չի քննարկվում, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Աբսուրդ է, նման բան չի քննարկվում, ասել է նա, պատասխանելով հարցին, թե երրորդ ուժերի ներկայության մասին կետը կարող է ինչ-որ փուլում Ադրբեջանը որպես պահանջ ներկայացնել ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից հանելու։ Ադրբեջանը օկուպացված Արցախի տարածքում Իրանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններում ներգրավված Իրանի անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ ժամանել են Ադրբեջան։ Արազ 2025 համատեղ զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։ Իրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից Միացյալ Նահանգների հետ համաձայնություն ձեռք կբերվի թե ոչ, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Միացյալ Նահանգները հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը միջուկային զենք չի ստանա։ Նման համաձայնությունը հասանելի է և մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության, հասնելու այնպիսի լուծման, որը ընդմիշտ կապահովի այդ արդյունքը։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի անկախ նրանից համաձայնագիր կկնքվի թե ոչ, գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։ Նրա խոսքերը հաջորդել են ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը, ըստ որի Վաշինգտոնը չի թույլատրի Իրանին ուրանի հարստացման նույնիսկ 1%-ի հզորություն։ Միջազգային կարևոր լուրերը ներկայացնենք մեկ տեսաշարով։ Ռուսաստանը 3 անօդաչու սարքերով ամենամեծ հարձակումն է իրագործել Ուկրաինայի վրա, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց կունենան, որի ընթացքում կքննարկեն զինադադարին վերաբերող հարցեր։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կզրուցի Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Զանգի թեման կլինի այս այրունահեղությանը վերջ դնելը, որը շաբաթական միջինը 5000-ից ավելի ռուս և ուկրաինացի զինվոր է սպանում։ Դրանից հետո ես կխոսեմ նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու, իսկ հետո ՆԱՏՕ-ի տարբեր անդամների հետ։ Հուսով եմ, որ արդյունավետ օր կլինի հրադադար և այս դաժան պատերազմը, որը երբեք չպետք է սկսվեր, կավարտվի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը, եթե երկու երկրների բանակցողների կողմից որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Մենք հնարավոր ենք համարում նման հանդիպումը երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունքում այս պատվիրակությունների որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման և որոշակի արդյունքների հասնելու դեպքում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակում է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Ռուբիոն հիշեցրել է, որ պաշտոնական Մոսկվային հանդիպման առաջարկ արդեն արվել է։ Մենք իհարկե նման առաջարկ արել ենք, նման հանդիպման տեխնիկական մանրամասները որոշակի աշխատանք կպահանջեն։ Կարող եմ ասել, որ հենց հիմա այս ամենը ծրագրվում է վայրի և ամսաթվի ընտրության առումով, բայց նախագահը ցանկանում է դա անել հնարավորինս արագ։ Կարծում եմ ռուսական կողմը նույնպես հանդիպման ցանկություն ունի, և հիմա միակ հարցը բոլորին համախմբելն է, որոշելը թե որտեղ և երբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջարկել է ընդունել Վատիկանի առաջարկը ուղիղ հանդիպում կազմակերպել Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների միջև։
Վատիկանը շատ լավ առաջարկ արեց, իդեպ ոչ միայն Զելենսկու եւ Պուտինի հանդիպումը, այլև ցանկացած հանդիպում, այդ թվում տեխնիկական մակարդակով, կարելի է կազմակերպել Վատիկանում։ Սա լավ առաջարկ է, որը կարելի է ընդունել։ Ես նկատի ունեմ, որ դա կարող է լինել մի վայր, որտեղ բոլոր կողմերն իրենց հարմարավետ զգան։ Այնպես որ հուսով եմ, որ մենք կհասնենք այս փուլին, երբ բանակցությունները կկայանան կանոնավոր հիմունքներով եւ որ Վատիկանը հնարավորություն կունենա լինելու հանդիպման վայրի տարբերակներից մեկը։ Իդեպ երեք Վատիկանում կայացավ Հռոմի Պապ Լևոն 14-րդի գահակալության արարողությունը, որի ընթացքում նա ընդունեց պապական իշխանության խորհրդանիշները՝ Ձկնորսի մատանին եւ պալյումը, ոչխարի բրդից պատրաստված ասեղնագործված խաչերով ժապավենը։ Պաշտոնապես նրա հովվապետությունը համարվում է սկսված։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը գահակալության արարողության մեկնարկից առաջ պապամոբիլով շրջել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, ողջունելով հազարավոր հավատացյալների։ Պոնտիֆիկոսի գահակալության արարողությանը ներկա են եղել 156 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում մոտ 30 պետությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան հյուրեր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի երթմնակալության շրջանակներում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Սա Զելենսկու եւ Վենսի առաջին հանդիպումն էր փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած աղմկահարույց բանավեճից հետո։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն Վենսը, Ռուբիոն եւ Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը եւ կիսվել են հրադադարի եւ կայուն խաղաղության շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ թարմացված տեղեկություններով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեկ հանդիպել են Հռոմում քննարկելու համաշխարհային առևտուրը, փոխադարձ պաշտպանությունը եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Եվրոպան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է, բայց մենք իհարկե ունենք որոշ տարաձայնություններ, ինչպես երբեմն պատահում է ընկերների միջև, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իդեպ Բրյուսելում որոշում է կայացվել առաջիկա 4 տարիների ընթացքում Ուկրաինայի պաշտպանական ծախսերը հասցնել 800 միլիարդ եվրոյի։ Այսօր Լոնդոնում տեղի կունենա Մեծ Բրիտանիա Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Բրիտանական իշխանությունների խոսքով գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել կողմերի համագործակցությունը պաշտպանության եւ առևտրի ոլորտներում ու Brexit-ից հետո նոր էջ բացել Լոնդոնի եւ Բրյուսելի հարաբերությունների միջև։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովի արդյունքում Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջև ձեռք կբերվի համաձայնություն ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։ Ինչպես նշում է Financial Times-ը, նոր պաշտպանական պայմանագիրը բրիտանական ընկերությունների համար հնարավորություններ կբացի մասնակցելու զենքի համատեղ գնումներին, ինչպես նաև կբարձրացնի երկու կողմերի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մակարդակը։ Ավստրալիան սկսել է բեռնել 49 Աբրահամս տանկերից առաջինը։ Տանկերը նախատեսված են Ուկրաինայի համար, սակայն Ավստրալիայի կառավարությունը չի հայտնել, թե երբ են դրանք ժամանելու Եվրոպա։ Նախքան մատակարարումները սկսել է, Ավստրալիան պետք է թույլտվություն ստանար տանկերն արտադրող երկրից Միացյալ Նահանգներից։ ABC-ն հայտնել է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ դժգոհ են տանկերի տեղափոխումից Ուկրաինա։ Հիշեցնենք, որ Ավստրալիան խոստանում էր Ուկրաինային հանձնել շահագործումից հանված տանկերը դեռ 2024 թվականի հոկտեմբերին, սակայն մի քանի ամիս չէր կարողանում թույլտվություն ստանալ ԱՄՆ-ից։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև, որը մետաստազներ է տվել ոսկորին, ասվում է նրա գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Թեև քաղցկեղը հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, սակայն այն զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարել բուժումը, ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել եւ կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը։ Մանրամասները մեր գործընկերների ներկայացրած տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, պարզվել է, որ ԱՀ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շահադիտական նպատակով 22,000 ԱՄՆ դոլարի դիմաց 2024-ից 2025 թվականների ընթացքում կազմակերպել է ՎՔ-ի անօրինական միգրացիան, այն է Շենգեն համաձայնության երկրներ մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով այլ անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից Dani Group սահմանափակ պատասխանատվություն
պատասխանատվությամբ ընկերության աշխատակից հանդիսանալու եւ Հայէկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող եւ իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է ՎՔ-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է Շենգենյան համաձայնության երկրների մուտքի թիվ 01061835 արտոնագիրը եւ նա 2024 թվականի դեկտեմբերի 25-ին օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ մեկնել Հայաստանի Հանրապետությունից, նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման եւ կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական եւ վարութային այլ գործողություններ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ԱՀ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 միլիոն ՀՀ դրամ գրավը եւ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։ Իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտերկիր մեկնելիս եւ վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը եւ խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց։ Կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց, 500 մանկապարտեզ պետական ծրագրի շրջանակներում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը 2024 թվականին ուսումնասիրություններ է կատարել հանրապետության 180 դպրոցներում։ Այդ ցանկում 48-ը Շիրակի մարզի դպրոցներ են։ Ակնադիտական ու գործիքային զննություններով մի շարք դպրոցներ ունեն վթարայնության տարբեր աստիճաններ։ Այս տվյալների հիմքով են նաև հաստատվել հիմնանորոգումների կամ նորերը կառուցելու ծրագրերը։ Հանրապետության 1400 դպրոցների մեծ մասը, որոնք մինչև 1988 թվականի կառույցներ են, գրեթե չեն համապատասխանում սեյսմակայուն շինարարության ներկա պահանջներին։ Պահպանված չեն շենքերի վերաբերյալ մակրոսեյսմիկ հետազոտությունների ամբողջական արդյունքները։ Թեև խնդիրը հին շենքերով դպրոցներին է վերաբերում, բայց նորակառույցներում եւս ոչ միայն շինարարական անորակության, նաև այլ ազդեցությունների պատճառով վթարայնության աստիճան է ի հայտ գալիս։ Մեկ տարի առաջ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները Շիրակի մարզի մոտ 50 դպրոցներում ակնադիտական եւ գործիքային ուսումնասիրություններ են կատարել։ Ավելի շատ հին կառուցված շենքերում այդ խնդիրը նկատվում, որովհետև ցանկացած ժամանակահատվածում նմանատիպ կառույցներ կառուցելիս միշտ հաշվի են առել տվյալ ժամանակահատվածի նորմերը, սեյսմակայուն շինարարության նորմերը։ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի տնօրենը դասակարգում է 3 տիպի դպրոցական շենքեր, որոնք կառուցվել են 60-ական, 70-ական եւ հետո 80-ական թվականներին։ Իսկ Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, հին տիպային շենքերով դպրոցները հիմնականում ամրացված են, հիմնանորոգված, իսկ մյուսները համեմատաբար նորակառույցներ։ Սեյսմիկ ուսումնասիրություն անցած դպրոցների ցանկում 88-ից հետո կառուցվածքներն են։ Ցանկը ցույց եմ տալիս, ուսումնասիրել ենք 4 օրվա Գյումրի թիվ 10 դպրոցը, 41 դպրոցը, 11 դպրոցը, 18 դպրոցը, 45, 38 անցած տարի, սա ուսումնասիրություն չէ, սա մինչև 2026 թվականի վերակառուցում, վերականգնում եւ 300 դպրոց, 500 մանկապարտեզ այդ ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրություններն են։ Տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները գործիքային թե ակնադիտական արձանագրել են բազմաթիվ խնդիրներ, որոնք սեյսմիկ անվտանգության տեսանկյունից մտահոգիչ են։ Գյումրին գտնվում է երկրորդ սեյսմիկ գոտում, ինչը նշանակում է, որ շինությունները երկրաշարժերի նկատմամբ ունեն միջին զգայունություն։ Աշոտսկի տարածաշրջանը ամենաբարձր 3-րդ սեյսմիկ գոտում է, իսկ Արթիկի եւ Անիի տարածաշրջանները ամենացածր առաջին գոտում են։
Կառուցապատումների ժամանակ վերահսկողությունը, պատերի եւ հիմքերի ամրությունը շինարարության ընթացքում հստակ չափորոշիչներով է ստուգվում։ Դրանց անտեսումը կարող է հանգեցնել մեծ խնդիրների։ Խնդիրը շատ տարբեր պատճառներ կարող ունենալ։ Առաջինը շինարարի անպարեխիղճ աշխատանքի, շինարարական մատերիալների որակի խնդիր, երբ տիրություն չեն լինի շենքը, չեն նայում, ուշադրություն չեն դարձնում շենքին, դրանից է կարող լինի, այսինքն մանր գործերը չեն անում, որոնց հետագայում այդ մանր գործերը շատանում են, դառնում են մեծ խնդիրներ։ Բերված պատճառների հետևանքները կան արդեն մի շարք դպրոցներում։ Ոչ բավարար վերահսկողության, ըստ այդմ շինարարական թերություններով կառուցված դպրոցները հիմնանորոգման պետական ծրագրում են։ Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի բոլոր հարկերում շինարարություն է։ Այս տարվա մարտից ընթանում են փուլային նորոգման աշխատանքներ։ Ընդամենը 13 տարի առաջ կառուցված դպրոցական եռահարկ շենքը հայտնվել է վթարայինների ցանկում։ Նոր կառուցված է շենքն է, որ նախնական տրվել է երկրորդ կարգ տեխնիկական վիճակը, բարձր խոցելի։ Ընդհանուր առմամբ մուշ թաղամասի շինարարությունը, որը տևեց 2010-2012 թվականներին, բնակելիները աչքի ընկան իրենց անորոշությամբ, իսկ 4 կապալառու շինընկերությունների 2012 թվականին կառուցված դպրոցի շենքի համար ծախսվել է շուրջ 2 միլիարդ դրամ։ Շահագործման օրվանից են շենքում թերություններ ի հայտ եկել։ Բարակ պատերին առաջացել են ճեղքեր, իսկ արտաքին սալվածքներում նստվածքներ։ Վնասվածքները տարբեր աստիճանի են, եւ դրանց համապատասխան շինարարը նորոգումներ է կատարում, այդ թվում պատերի ամրացում։ Շենքը նստել է, արդեն ճակերը առաջացել է, հիմնական ճակերը ու փորաստեղը շատ կա էլի։ Բետոնի գործեր կան, բետոնի տես փորվածները արդեն մենք պետք է բետոնով լցենք նախորդ, հետո նոր շպախլովկա մալարկա կանենք։ Պատերն էլ բավականին բարակ են, նույնիսկ ունեցել ենք պահել, որ երեխան սահելով սալիկի վրայից պատին կպել է ոդկա ու անցկեպացվել պատին։ 12 թվականից մինչև այսօր մենք բարբերաբար արել ենք վերանորոգումներ, նկատված վերանորոգումները, բայց հիմնանորոգ վերանորոգման չի ենթարկվել դպրոցը։ Միջնապատերը գիպսաստվարաթղթից են, հեշտությամբ վնասվող, անգամ միջին ուժգնության հարվածներից։ Ջեռուցման համակարգում էլ ոչինչ նորմալ չի եղել։ Ձմռանը խողովակներ են պայթել։ Ոչ միայն ջեռուցման համակարգը, նաև տանիքն առաջնահերթ նորոգման ենթակա է։ Կմբետացիվ աբագե կդուրը երևի փետրվար ամսին փլուզում ունեցանք, բարեբախտաբար դասամիջոցը ավարտվել էր ու ոչ մի խնդիր չունեցանք, բայց խիստ վտանգավոր է, ինչպես նկարեցիք դուք արդեն, այդ ցանցապատումը մենք ինքներս մեր ուժերով ենք կառուցել։ Տանիքը մի 8 մետր հատված կատող խնդիր կա, այնտեղ ժեշտերն արդեն բան է եղել, քամուց փոկվել է, այդ է։ Մնացած տանիքը նորմալ վիճակ է, ճիշտ է, տանուշ կրշի վրա սիլիկոնի կորձերով կա, որ պետք է նորից արմացնենք ցկենք։ 13 տարվա տիպային շենքը ներսից ու դրսից ամբողջովին վերանորոգման է ենթարկվում։ Կոմունիկացիոն ցանցի արտաքին խողովակները եւս անվնաս չեն, բոլորը նորացվելու են։ Անորակ ու թերություններով շինարարության համար կառուցապատողները պատասխանատվություն չեն կրել։ Շուրջ 1300 աշակերտ ունեցող դպրոցի հիմնանորոգման համար պետական միջոցներից ծախսվելու է 250 միլիոն դրամ։ Իսկ ընդհանուր մարզի 22 դպրոցներում վերանորոգում, հիմնանորոգում իրականացնելու համար հատկացվել է 44 միլիոն դրամից ավելի գումար։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոնի համար։ Անվանի հայ քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հուշատուն ցուցասրահը իր ծննդավայր Գյումրիում բացվեց 1 տարի առաջ, չնայած որ պատմական արժեք շենքը Համբարձումյան փողոց 35 հասցեում հատկացվել էր 2020 թվականին։ Ժողովրդական նկարչի Մոսկվայում գտնվող ստեղծագործական ժառանգության շատ փոքր մասն է այժմ ներկայացվում Գյումրիում։ Թանգարանին հատկացված շենքի ընդամենը 2 սրահներում են, որոնք քանդակագործի ժառանգների նախաձեռնությամբ եւ միջոցներով են վերանորոգվել։ Պատմական շենքը ամբողջությամբ հիմնանորոգման ենթակա է։ Կա համալիր փորձաքննություն անցած նախագիծ, բայց շինաշխատանքները սկսելու թույլտվություն Ֆրիդ Սողոյան մշակութային հիմնադրամը դեռ չունի։ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հուշատունը ծննդավայրում ունենալու գաղափարն ու ցանկությունը արվեստի վաստակավոր կորչի ժառանգներինն է։ Շենքը, որ 2020 թվականին հատկացվել է ցուցասրահի համար, քաղաքի պատմական միջուկում է։ Ժամանակին պատկանել է Ալեկպոլում մեծ ճանաչում ունեցած բժշկի, հետո այն մանկապարտեզ է ծառայել, իսկ վերջին տասնամյակներին քաղաքային գրադարան էր։ Ֆրիդ Սողոյան մշակութային հիմնադրամին հատկացված շենքը հիմա ամբողջությամբ չի ծառայում որպես ցուցասրահ։ Մոսկվայից ժառանգները Գյումրի են տեղափոխել մեծ արվեստագետի գործերի քիչ մասը։
Քանդակներն ու նկարներն ընդամենը կոսմետիկ վերանորոգում արած 2 ցուցասրահներում են։ Այս 2 սրահը, նախասրահն ու հիմնական ցուցադրությունների սրահը վերանորոգվեց, հարդարման աշխատանքներ կատարվեցին եւ Մոսկվայից Ֆրից Սողոյանի ստեղծագործական ժառանգության որոշ մասը տեղափոխվեց, շուրջ 21 պորտրետ, մոտ 40 ֆոտոբաներներ, որոնք ավելի մեծ ծավալի հուշակոթողներին են վերաբերում։ Ստեղծագործական ժառանգությունն ամբողջական ցուցադրելու տեղ չկա։ 1 դար առաջ կառուցված շինությունը վթարային է, հիմնանորոգման ենթակա։ Վթարային կառույցը Ֆրից Սողոյան մշակութային հիմնադրամին տրամադրվել է անհատույց 20 տարի ժամկետով։ Ժողովրդական նկարիչ եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի Ֆրից Սողոյանի արվեստի գործերը ծննդավայրում ներկայացնելու համար 2 ցուցասրահները բավարար չեն, իսկ շենքը հիմնովին վերանորոգել է անհրաժեշտ, ինչն էլ հիմնադրամը պարտավորվել է սեփական միջոցներով կատարել հիմնանորոգում։ Մեր ուժերով կատարվել է համալիր վերակառուցման նախագիծ եւ կատարվել է չափագրություն եւ կազմված տեխնիկական եզրակացության հիման վրա մշակվել է մեր գործող նորմերի, պահանջների համապատասխան վերակառուցման նախագիծ, որը նաեւ անցել է փորձաքննության փուլերը, նաեւ մշակույթի նախարարությունով ներկայացվել է համայնքին եւ համայնքի կողմից էլ հաստատվել է նախագիծը։ Վերականգնման նախագիծը պատասխանատու գերատեսչություններով հաստատված է, շինմրցույթ եւս անցկացված։ Շինընկերությունն էլ հայտնի, բայց մեկնարկի համար սպասում են քաղաքապետարանի թույլտվությանը։ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հավաստմամբ գործն ընթացքի մեջ է, այն վերջնական տեսք կստանա, երբ Ֆրից Սողոյան մշակութային հիմնադրամը ներկայացնի պակասող մի շարք փաստաթղթեր։ Պահանջվել է սպառները համալիր պետական փորձաքննություն, նախ ոհամասի ճշգրտման աշխատանքներ կան դեռ կատարվելու, այստեղ բաներ կան նախագծի մեջ որոշակի ճշտումներ պետք է լինեն թե կարտակների մասով, որտեղ փորձաքննության արդյունքն է, շին կազմակերպության հատվածն է, որ շինարարական ընթացքի կազմակերպին առանձնացնելու ճանապարհը մայթի մասը երթևեկություն է կարգավորելը, այսինքն քաղաքաշինության բաժնում պահանջված է որոշակի մանր մունր շտկումները կատարելուց հետո պետք է ներկայացնեն, երբ ներկայացրեցին 1-2 օրվա ընթացքում շինարարության թույլտվությունը կստանա։ Ֆրից Սողոյան հիմնադրամը վթարային շենքի ուժեղացման եւ վերականգնման աշխատանքները մի քանի փուլով է իրականացնելու։ Թանգարանը ցուցասրահներից բացի ունենալու է նաեւ արհեստանոց, ստուդիա, կինոսրահ եւ այլն։ Քանդակագործի ժառանգներն են այդպես նախագծել։ Ցուցադրությունը ներառելու է Ֆրից Սողոյանի կյանքի բոլոր ժամանակաշրջանների աշխատանքները։ Դրանցում առանձնակի արժեք ունի հայրենական մեծ պատերազմին վերաբերող շարքը։ Այս շրջանին բնորոշ քանդակները տեղադրված են տարբեր քաղաքներում։ Մեմորիալ որպես հուշարձանախումբ 1971 թվականից սկսում է աշխատել Կիևի Դնեպրի ազատագրումը հուշարձանախմբի ստեղծման ընթացքին այս հուշարձանախումբը իրականացված է բրոնզից եւ ունի մոտ 50 մետր երկարություն, հատկանշական է Ֆրից Սողոյանի մոտեցումը իր մոնումենտալ ստեղծագործություններին հայրենիքից դուրս, որտեղ որ որևէ հուշակոթող տեղադրել է, ներկայացրել է որպես նվեր հայ ժողովրդի կողմից։ Ուսանողական տարիներից մինչև ստեղծագործական բուռն շրջանի աշխատանքներ են, որոնք արժանացել են գլխավոր մրցանակների գրանցվել Գինեսի գրքում։ Քանդակագործի հավաքածուում են նաև գիտության եւ մշակույթի ականավոր գործիչների դիմաքանդակներ՝ բրոնզից, մարմարից ու քարից։ Դրանցից այժմ 21-ն է գտնվում Գյումրիում։ Թանգարանը հիմնանորոգելուց հետո մնացածը եւս Մոսկվայի արվեստանոցից կտեղափոխվի Գյումրի։ Շենքի շինարարության նախագծային արժեքը մոտ 200 միլիոն դրամ է կազմում։ Մարինե Տերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։